Մենք սովոր չենք մեր դիմացինին երբեմն կարիքից ելնելով, ցանկությունից դրդված ասել ոչ, վերջում մենք ինքներս մեզ ենք ասում ոչ։ Մի վախեցեք ոչ ասելուց։ Ես հասկանում եմ, որ հաճախ մարդիկ մտածում են, որ եթե ես ասեմ ոչ, ինձ էլ չեն սիրի, իմ հետ ընկերություն չեն անի, ինձ կմերժեն, ես ինձ միայնակ կզգամ, ինձ կթողեն, իմ մասին վատ կարծիք կկազմեն։ Եկեք մտածենք մեր այոներ ասելու դրդապատճառների մասին։ Ինչու ենք մենք բոլորին ասում այո, 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 շտապում բոլորին օգնել։ Երբեմն մենք մարդկանց այո, այո ասելով, բոլոր պահանջմունքները մարդկանց բավարարելով, կարծում ենք, որ պետք է գնահատված լինենք, որ մեզ շնորհակալություն պետք է հայտնեն, որ սեղանների վրա պետք է բարձր եւ հնչեղ մեր կենացը խմեն, բայց դրանք սուտ սպասումներ են, դրանք երբեք էլ տեղի չեն ունենում, որովհետեւ արի ու տես, որ հարգանքի են արժանում առավել այն մարդիկ, ովքեր կարողանում են իրենց սիրել, կարևորել եւ գնահատել, որովհետեւ եթե դու քեզ հարգում ես, դիմացինները առավել դրդված քո վերաբերմունքից քո անձի նկատմամբ սկսում են քեզ հարգել ու սիրել։ Ինչպես ուզում ես դիմացինը քեզ հետ վարվի, դու քեզ հետ վարվի։ Իսկ ես որպես թերապևտ իմ գործն է օգնել, որ դուք տեսնեք այդ այլընտրանքները, տեսնեք այդ առաջարկները, կյանքի ելքերը, որոնք կան, որովհետև երբեմն մենք մտածում ենք, որ չէ, ես ուրիշ ձև չեմ կարող ապրել, ես միշտ էսպես եմ արել։ Հիմա եթե ես փոխվեմ, մարդիկ ինչ կմտածեն մեր մասին, ինչ կմտածեն իմ մասին, եւ մենք շատ բացառում ենք այդ տարբերակները, շատ մերժողական ու դիմադրությամբ ենք մոտենում ցանկացած այլընտրանքի, բայց ես վստահեցնում եմ, որ թերապևտիկ դաշտում մենք կգանք դրան, կխոսենք մեր մասին, կգիտակցենք մեր կարիքներն ու պահանջմունքները եւ կգնանք մեր երազանքների ետևից։ Սպասում եմ ձեր նամակներին, ձեր գրանցումներին եւ ես այստեղ եմ սիրով ձեզ համար եւ ձեզ հետ աշխատելու համար։ Ցտեսություն։